Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Արդեն մի քանի տարի է այս օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Սովորաբար այդ օրը կազմակերպվում են շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, գրախանութներն էլ տոնական զեղչեր են հայտարարում։ Հայկական մշակույթի մաս է դառնում նաև միմյանց գիրք նվիրելն այս օրը։ Արմենիա Թդեյը փորձել է պարզել, արդյոք մեր քաղաքացիները գիտեն, թե ինչ օր է այսօր, ինչ գիրք են նվեր ստացել եւ ում ինչ գիրք են նվիրել։ Ինչպես նաեւ, արդյոք գիրք կարդում են։ Գիրքի տոնորն է։ Այո, իսկ դուք այսօր գիրք նվեր ստացել եք կամ ում եք գիրք նվիրել։ Չէ, այսօր ոչ ստացել ենք, ոչ նվիրել ենք։ Իսկ դուք կարդում եք։ Ինչին։ Չէ, դուք գրքեր ընդհանրապես դասից դուրս կարդում եք։ Մեկու մեջ։ Հիմա քեզ հարցնենք, դու այսօր գիրք նվիրել կամ ստացել ես։ Չէ։ Սպասում ես, որ կստանաս։ Լավ, իսկ կասես այսօր ինչ օր է եւ դու ինչ գրքեր ես կարդում։ Այսօր գիրք նվիրելու օրն է, ես կարդում եմ Հեքիաթներ հեռախոսով Ջան Էրոդարիի գիրքը։ Իհարկե կարդում եմ եւ մասնագիտական եւ գեղարվեստական, եթե հանգստանալու համար է գեղարվեստական, եթե ըստ անհրաժեշտության ապա մասնագիտական։ Դեռ գիրք նվեր չեմ ստացել, գրքերը գնել եմ բալիկներիս համար, իրենք փոքրիկ են դեռ, մանկապարտեզային տարիքի, հեքիաթներ եմ գնել, որպեսզի իրենց հետաքրքիր լինի եւ ինտեգրվենք քիչ այս մշակույթին։ Ընկերոջս։ Ձեզ սպասում եք, որ այսօր գրքեր կնվիրեն։ Չէ, չեմ նվիրել։ Իսկ ինչ եք կարդում։ Ես Պաուլ Սևակից եմ փոքր ժամանակ կարդացել, հիմա էլ մասնագիտական, էկոնոմետրիկա, ժամանակային շարքեր վերլուծություն, մակրո տենց է։ Ամուսնուս համար եմ գնել եւ բալիկիս։ Ձեզ գիրք այսօր նվիրել են։ Ոչ։ Ես եմ նվիրելու։ Ասեք ինչ գրքեր են։ Մանկական, բալիկիս համար հեքիաթ եմ վերցրել եւ ամուսնուս համար ինչպես եք ուզում, որ դուք հարուստ լինեք։ Ընթերցում եք դուք, եթե այո, ապա ինչպիսի գրականություն։ Այս պահին միայն բալիկիս համար հեքիաթները։ Գուցե նվիրեն։ Իրան ես նվիրել եմ հեսա, դու չբացահայտեցի կազմիկը։ Այ փչացրեցին գաղտնիքը։ Իսկ ինչ եք կարդում, եթե ժամանակը հերիքում է։ Մասնագիտական, նաև գեղարվեստական։ Երբեմն, որքան որ ներում է ժամանակ։ Գնում եմ գիրք գնելու, որ նվիրեմ այսօր եւ մայրիկիս եւ հայրիկիս եւ զարմիկներիս իհարկե մայրիկս է նվիրելու։ Պիտի վերցնեմ Ռաֆու Սամվելը։ Այն պետք է ամեն հայ կարդա, որպեսզի այնտեղից կրթվի եւ իմանա ինչպես սիրել հայրենիքը։ Իսկ ձեզ գիրք այսօր նվիրել են։ Չէ, բայց սպասում եմ։ Ճիշտ ասած, հիմա կարդում եմ Գևորգ Մասպետունին։ Ժամանակ իհարկե քիչ է լինում, բայց ճաշի ժամերին ժամանակ գտնում եմ կարդալու համար։ Գիրքը նվիրելու օրն է, բայց ես դրան չեմ բանանում։ Գիրքը նվիրում են այն մարդուն, ով որ սիրում է կարդալ։ Ու դրա համար հատուկ օր պետք չի։ Ցանկացած օր, երբ որ գիտես մարդը սիրում է, ես հիմա ապագա թորնիկիս համար եմ վերցրել։ Դուք ժամանակից առաջ եք նույնից ընկել գիրք նվիրելու համար, իսկ ինքներդ ինչ գիրք եք կարդում եւ այսօք ժամանակ հերիքում է դրա համար։ Ես դասական եմ սիրում, այն ինչ որ հիմա չեն սիրում։ Դասական գրականությունն եմ սիրում, հատկապես ֆրանսիական 18 թվի այդպես գրողների։ Իրականում այսօր յուրահատուկ օր է, այն առումով, որ այսօր ես նախարարության աշխատակից եմ եւ հենց նախարարությունն է կազմակերպել միջոցառում, նախարարության աշխատակիցներն են իրար գիրք նվիրելու եւ հիմա փորձում եմ ընտրել համապատասխան գիրք, իհարկե անակնկալ է լինելու, թե ում եմ նվիրելու, դա էլ է հետաքրքրություն հաղորդում, բայց ընդհանրապես սիրում եմ գրքեր նվիրել, գրքեր գնել, հիմնականում մասնագիտական գրքեր, երբեմն նաև գեղարվեստական։ Այսինքն նաև ակտիվ ընթերցող եք։ Այո։ Գործընկերոջս համար եմ գիրք գնելու, այդպես ավանդույթ կա մեր աշխատավայրում, որ ամեն տարի փետրվարի 19-ին իրար գիրք ենք նվիրում, գործընկերոջս համար պետք է իր նախընտրած գիրքը գնեմ։ Ես վստահ եմ, որ քեզ էլ կնվիրեն, քանի որ գործատեղում դա ավանդույթ է, իսկ այս պահին ինչ եք կարդում։ Այս պահին Կատյա Կաչուրի գրքերից եմ կարդում, ռուս ժամանակակից գրողը, շատ խորհուրդ եմ տալիս բոլորին, հատկապես Լյուբիմչիկ էպոխին, եթե կարդաք, հաստատ կհավանեք։ Գրքի օր է, գիտեմ, իհարկե։ Հասցրեցի գիրք գնել, ում համար ինչ։ Պատկերացրեք, որ բանը աշխատանքից եմ դուրս եկել, ժամանակը սուղ է, բայց հասեց ընտանիքի անդամների համար, բոլորի համար գիրք գնել։
Ես բազմազավակ հայր եմ 4 երեխա դեր։ Կնոջս համար երեխաների համար ձեր բերեցի գրքեր։ Վստահ եմ ձեզ էլ իրանք այսօր կնվիրեն։ Իհարկե, սպասում եմ։ Կասեք ինչ գիրք եք կարդում։ Ճիշտ ասած, իմ օրը այնքան ծարաբեռնված է, որ ես ժամանակի առումով շատ այնպես բան եմ անում, չեմ կարող ասեմ, որ ասենք գրքով հետաքրքրված, բայց շատ սիրում որ ժամանակ ունեմ կարդամ, էլի ասած ասեմ։ Ու հիմա նվիրեն ես սիրով կկարդամ։ Հարարի եմ կարդացել վերջին անգամ, շատ հետաքրքիր էր, գիտեմ որ այսօր օրն է, գիրք կարդալու, շատ լավ որ են որոշել, նորը երեխաներին տեսա ուրախացած գրքերով գնում են, շատ լավ զգացի ինձ։ Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Լավ, այսօր նաև գիրք նվիրելու օրն է Հայաստանում նշվում։ Քեզ գիրք նվիրել են կամ դու արդեն գիրք նվիրել ես։ Նվիրել եմ։ Կասես ում ինչ գիրք ես նվիրել։ Նվիրել եմ Ղազարյան Դավիթին գիրք։ Լավ, իսկ դու կարդում ես, եթե այո, ապա ինչ գրքեր, օրվա որ ժամին, դասերիդ հետ ոնց ես ժամանակ գտնում կարդալու համար։ Լավ եմ գտնում ժամանակ ու կարդում եմ։ Կասես հիմա ինչ գիրք ես կարդում։ Տարբեր գրքեր։ Ճիշտն ասած, մեր դպրոցի դասղեկների համար են գնել այս գրքերը։ Կասեք ինչ արժանի են։ Արժանի են վստահ արժանի են, ինչ գրքեր են եւ արդյոք ձեզ արդեն գիրք նվիրել են։ Ինչ ճիշտն ասած, չէ։ Դեմ Բրաունի գրքերն են, որոնք որ սիրված են կարդում եմ ամբողջ աշխարհում ու բոլորը ովքեր տեսան ասին, որ շատ լավ ընտրություն եք արել։ Ինչ եք կարդում։ Կհավանեն։ Ես խառը, բայց միշտ սիրել եմ դետեկտիվներ կարդալ։ Պատրաստվում եք գիրք նվիրել կամ ձեզ երբ եք գիրք նվիրել։ Երբ եք գիրք նվիրել, երևի դպրոցական տարիներին, շատ շուտ։ Իսկ կարդում եք։ Հիմա երևի շատ ինտերնետի վրա, գիրք երևի չէ, շուտ չասեմ։ Բայց այլ ժամանակ շատ եմ կարդացել։ Հաճելի է, որ շատ են կարդում։ Ուզում են նվիրել, մենք էլ փորձում ենք հասցնել։ Իսկ առհասարակ ոչ օրվա տարվա այսօրը գրախանութ ովքեր են մտնում, ինչ գրականություն է այսօր ավելի պահանջված որպես աշխատող։ Ավելի շատ երևի դետեկտիվ, սիրային, բայց մնացած ոչ գեղարվեստականն էլ լավ վաճառվում։ Կարելի է, ես դա էի ուզում հարցնել, կարելի է ասել, որ ընթերցանությունը հետաքրքրությունը առաջացնում, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը չի մարել այս թվային դարաշրջանում։ Հա, կարելի է։ Ես մինչ այստեղ գալիս չէի մտածում, որ այսքան կարդում են, մտածում էի ավելի քիչ են, բայց այստեղ որ եկա արդեն տեսա շարժը